շշմելու է։ Ամենա Լուսինեն էլ եկավ, տեսեք իր բալիկ է, ծափարեք Լուսինեին, այո։ Ամենակարևոր բանը 2012 թվականին, ամենակարևորը, այդ նոր ծնունդներն են, նոր։ Պիտի ամեն այստեղ կանգնած երեխա մի քույրիկ ունենա նոր, մի ապերիկ համաձայն եք, չէ, այդ մնացածը, որ խոսում են, այդ անհուսությունից, բանից, ասում ես, լավ, ինչի մասին է խոսքը, չէ, կյանքա, չէ, մի կյանքը ապրում ենք, չէ, դրա համար ինչ է պետք, պիտի բալիկ ունենալ, պիտի այդ բալիկի հետ մեծանալ, պիտի բալիկին բերել Սեբաստացի կրթահամալիրի պարտեզները ունենք, չէ, արդեն մի տարեկանից 8-9 խումբ ունենք պատկերացնում եք, հլը մտեք նայեք, հետո առաջի դասարան, Սեբաստացու կրտսեր դպրոցներ, 4 դպրոց ունենք, 4 դպրոց կրտսեր, 8-9-10 առաջի դասարան, շատ բերեք էլի կբացենք, չէ, հետո միջին դպրոց, հետո 3 ավագ դպրոց ունենք, չես սիրում ավագ դպրոց վարժանը, տո լավ էլ անում ես, դուր գեղարվեստի ավագ դպրոց, էդ էլ չես ուզում, տո էլի ես լավ անում, արեսների դպրոց, միջև այդ 4-րդը կբացենք, այսինքն մեծ կրթական աշխարհ է, 2012 թվականին շատ ծնունդներ, 11 թվականին մեր ուսուցչուհիները ունեցան 12 ծնունդ, ես հարց եմ տալիս, քանի ծնունդ պիտի ունենանք մենք 12 թվականին, ճիշտ է, գոնե մեկով ավել, ասենք մի 13 ծնունդ պետք է ունենանք, այո, շատ ծնունդներ, այո, նոր, առողջ, լավ բալիկներ Երևանում, Հայաստանում, Բանգլադեշում էր, ամենուր, եւ այդ բալիկներին ենք նվիրում, այդ ամենամայրիկներին եմ ասում, ովքեր անցյալ տարի ծոցվոր են եղել, այ գրկած կանգնած են, տեսնում եք, հլը տեսեք, մի հատ նայեք, էլի, են որ ասում է սոսկետ ուտեմ, խնդրեմ, ծափեր, այո, խնդրեմ, շնորհակալ ենք, ամեն ծնունդի համար, խիզախեք, այո, թարմացեք, նորացեք, ավելի հետաքրքիր կլինի կյանքը, ես օրորոցը միշտ նմանեցնում եմ խնոցու, միշտ, և պատահական չի, որ այո Թումանյանը, չի օրորոց, չէ օրորել, այդ խնոցի է, առաջի բարերը հիշում եք, հարի, խնոցի, մեջը բարի խնոցի, ուգը բարան խնոցի, մեջը բարան խնոցի, հարի, չի կնում երեխան, մեջը բարի, խնոցի, ուգը բարան խնոցի, մեջը միատել օրոր է, հարի, խնոցի, միացեք, հարի, խնոցի, մեջը բարի խնոցի, այսպես, ես օրինակ ամեն օր պիտի համար դա ասում եմ 10 անգամ, 20 անգամ, սևու կուլիկն եմ կարդում, մինչև սևու կուլիկը մի քանի անգամ չի լսում, հիշում եք սևու կուլիկը ոնց էր մայրիկը ծեծում դուռը, ինչ էր կանչում, իր քաղցր բարալիկ ձայնով, չէ, սևու կուլիկ, Անուշ տամ քեզ, սևու կուլիկ, սիրում տեսնում եք Թումանյանը, ինչ անմիջական, ուղիղ չի ասել, չէ, բայց տեսակ չէ այդ մայրիկին, ձեր մայրիկներին, ձեզ կերակրող, չէ, մայրիկներին, այսօր էլ շարունակում են նույն ձևով, չէ, դուք ձեր մայրիկների սևուկ սիրունիկ ուլիկներն եք, եկեք թող հիմա բոլոր մայրիկները ապարեն իրենց ուլիկներին, պայծառ, լավ, այո, դրշտոտ դան, այո, և մայրիկի պատգամը հիշեք, այո, գայլի առաջ, պահ, հիշում եք, չէ, հիշում եք, կարող եք այդ պահ ասել, ոտեցեք, խնդրեմ, պահ, եկեք միասին, սևուկ ջան, ինչ լավ ես արել, որ դուռը բաց չես արել,
այդ գայլն է եղել, չար գայլը, եկել է, որ քեզ ուտի, մյուս անգամ, որ կգա, դուրը բաց չանես, կասես գնա, չար գայլ, թե չէ իմ մայրը կգա և իր սուր պոզերով քեզ կսպանի, լսեցիք, այո, շնորհակալ ենք, այս Թումանյանը մայրական կաթի պես, ոնց որ Կոմիտաս, եթե եղավ, վերջ, պաշտպանված է, սա անտիվիրուս է, պաշտպանված է, բոլոր վիրուսներից, հիշեք, ահա թե ինչու մեր կրթական ծրագրում համաձայն եք, չէ, Թումանյան ու Կոմիտաս, որպեսզի պաշտպանենք, իմունիտետ ձեռք բերեն, մայրական կաթի հետ մտնեն, հա, որ մեր երեխաները չհիվանդանան, լինեն այսպիսի առողջ, հաջորդը